Ես Անդրանիկ Երվանձյանն եմ, ում կյանքում ֆուտբոլը շատ կարևոր դեր է խաղում, ում հեռավորությունը չի խանգարում գնալ իր նպատակների հետևից։ Չորս տարեկանից եմ սկսել զբաղվել ֆուտբոլով ու առանց ինչ-որ պատճառ ուղղակի հենց տեսա դաշտ է, այդ շարժումները ինձ միանգամից գրավեց։ Իմ մեծ աղբերն էր պարապում, ես 3 տարեկանից արդեն ուզում էի գնալ իր հետ, բայց շատ փոքր էի, չէին թողում այդ ժամանակ։ Դեռ 4 տարեկան էր, մանկապարտեզ էր հաճախում։ Ես այդ տարիքի երեխաներ չունեի, իմ մոտ պարապում էին 2006 թվականի երեխաները։ Ինքը 3 տարի փոքր լինելով փախնում գալիս էր մանկապարտեզից ու մասնակցում էր պարամունքներից։ Այդ ժամանակվեց երևաց, որ իր մեջ տաղանդ կա, սեր կա, ու ինքը ընդգրկվեց այդ խմբում մարզումների։ Այդ տարիքում ես ֆուտբոլի գալիս էի ոչ թե ինչ-որ բանի հասնելու, այլ ուղղակի վայելելու այդ պահը։ Խաղալը, չգիտեմ, պարապելը ամեն ինչը վայելում էի։ 2006 թվականերով Հայաստանի պատանեկան առավելության էինք մասնակցում, այստեղ մեր դաշտում Միկայի հետ էինք խաղում, խոշոր պարտվում էինք, խնդրեցի իրանց մարզիչին, ասեցի Անդրանիկին փոքր մի հատ երեխա խաղացնեմ, մի հատ նայեք էլի։ Անդրանիկը մտավ դաշտ, մի հատ գոլ արեց, մի հատ 11 մետրանոց վաստակեց ու հաջորդ օրը մեկ էլ Փյունիկից ինձ զանգում են, այդ ինչ տաղանդ ունես ձեռքի տակ։ Ու նենց զուգադիպեց, որ հաջորդ տուրում մենք Փյունիկի հետ էինք խաղում, ասեցին այդ երեխուն կբերես։ Անդրանիկին տարանք, նկատեցին Փյունիկում ու այդ օրվանից Անդրանիկը տեղափոխվեց Երևան, Փյունիկի ակադեմիա։ Ութ տարեկանից գնացել եմ Երևան, որովհետև ստեղ էլ այդքան չեմ կարող զարգանամ, ինչքան քաղաքում կարող էի զարգանալ։ Շատ դժվար է մրգաշատից ամեն այսօր գնալ Երևան պարամունքի։ Ոչ բոլոր երեխեքն են, որ երկար տարիներ կարող են գնալ տրանսպորտով Երևան հասնել, հետ գալ։ Ինքը հաղթահարեց այդ ամեն ինչը։ Մայրիկը շատ մեծ ներդրում է ունեցել, ինքը շատ դժվար աշխատանքովից կարողացավ տարավ Երևան, որ պարապեմ ու կարողանամ իմ ուզածին հասնել։ Գյուղում այդ գիտելիքը ու այդ տեխնիկական որակը չկար, ոնց որ այնտեղ գնացի ու տեսա։ Հիշում եմ, որ զգում էի լրիվ նոր միջավայր այդ տարիքում ու այնտեղ ավելի որակով տղեկի հետ բարդություններ էլի տեղել եղան։ Եղել է հիասթափություն, մտածել եմ իմը չեմ կարա, բայց ես հավատում եմ, որ ամեն ինչ շատ լավ է ստացվելու, Աստծո կամքով է լինելու։ Երբ ինձ կանչեցին երկրորդ թիմը Փյունիկի, ես 15 տարեկան էի ու դեռ սկզբի խաղին չէի պատկերացնում ինչքան պրոֆեսիոնալ է ամեն ինչ, բայց քիչ կարողացա ինտեգրվել դրա մեջ ու արդեն ամեն ինչ լավ ստացվեց։ Առաջ անգամ երբ կանչեցին հավաքական 13 տարեկան էի, այդ ժամանակ մի տարի մեծերի հետ էին կանչել։ Իմ համար իրոք բարդ էր այդ մեջ մտնելը, չգիտեմ, հասկանալը, որ հավաքականի մարզաշապիկն եմ կրում։ Մեծանալով սկսեցի հասկանալ, որ իրոք մեծ պատասխանատվություն է ազգի համար ֆուտբոլ խաղալը։ Երբ խաղ ենք մտնում դաշտ, օրներ կլսում ենք, արդեն ուզում եմ այդտեղ հաղթել, ուղղակի վայելել ու հանդիսատեսները, որ բոլորը կարողանան վայելել ու ուրախանալ։ Ամեն խաղին էլ ձգտում եմ, որ կարողանամ գոլ խփել ու գոլ խփելու ժամանակ թիմում ուրիշ զգացողություն է, հավաքականում ուրիշ զգացել եմ։
Հավաքականում, որ տեսնում եմ, բոլորը ուրախանում են, ազգի համար է գոլս անբացատրելի էմոցիաներ եմ ապրում։ Հիմա 17 տարեկանների մինչև հավաքականում եմ խաղում։ Վերջերս Մոլդովայի դեմ խաղին 2 գոլ խփեցի առաջի խաղին։ Այդ թիմի աշխատանքից էլ էր, անհատապես որ ճանաչում ես տղեկին, գիտես որ իրենց մեջ կա հավատ ու դու էլ ես ինքսդ ինքն արդեն սկսում ես հավատալ, որ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Ու դա մեզ ավել վստահություն տվեց, որ կարողանանք խաղալ ու հավատալ մեր ուժերին։ Թիմում շատ ուժեղ տղեկ կան, անհատապես ուժեղ ու որպես թիմ իրոք շատ ուժեղ ենք, մենք դա կարողանում ենք ապացուցել ու ունենք վստահություն ու հավատում ենք, որ ամեն բան շատ լավ կստացվի ու կարող ենք այս Եվրոպայի առաջնության խաղերը հաղթել ու առաջի տեղով դուրս գալ խմբից։ Ամեն անգամ, երբ անցնում եմ այս դաշտի կողքով, հիշում եմ իմ փոքր ժամանակվա ստեղի խաղերը, պարապմունքները, ինչքան լավ ա եղել ամեն ինչ, տենց ու հարազատ եմ, միշտ քաշում եմ, որ նորից կամ շարունակեմ։ Համել նրանով ա ինձ անընդհատ քաշում, ստեղ որովհետև իմ կյանքում ամենակարևոր բաները եկեղեցին ու դաշտը իրար շատ մոտ են ու ես միշտ ուզում եմ ստեղ լինել։ Կիրակի օրերը պատարագներին, երբ ազատ եմ լինում, հարմարացնում եմ անպայման ժամանակս նենց եմ դասավորում, որ կարողանամ գալ եկեղեցի, մասնակցել պատարագներին, որովհետև իրոք շատ կարևոր է այդ իմ համար։ Գիտեմ, որ հոգևոր արժեքները մարդու կյանքում շատ կարևոր են։ Իրա մեջ կա համեստությունը ամենակարևորը, աշխատասիրությունը եւ նվիրվածությունը։ Ունեմ նպատակ խաղալու Եվրոպայի թիմերում, բարձրագույն լիգաներում ու ամենակարևոր նպատակս ազգային հավաքականում Հայաստանի խաղալն է։